Ողջույն սիրելի հետևորդներ, հուսամ լավ հանգստյան օրեր եք ունեցել, եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորիդ Սուրբ Զատիկի առիթով եւ սիրով մեկնարկում աշխատանքային շաբաթը։ Այսօր ԱՄՆ գլխավոր լուրերում դիտեք. հոգեվոր աշխարհի կորուստը, այսօր առավոտյան կյանքից հեռացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Արտակարգ դեպք Օրլանդոյում Դելտայի ինքնաթիռում հրդեհ է բռնկվել թռիչքից առաջ, 282 ուղևորները հաջողությամբ տարհանվել են։ Փոթորիկներ Տեխասում եւ Օկլահոմայում տորնադոների պատճառով մահացել են առնվազն 3 մարդ։ Վաշինգտոնում գողացել է ներքին անվտանգության նախարարի պայուսակը, CNN-ի տվյալներով գողը վերցրել է $3000, անձնագիր, պետական բեյջ եւ կարևոր փաստաթղթեր։ Կալիֆոռնիայում ապահովագրական ճգնաժամ, տասնյակ հազարավոր ընտանիքներ մեղադրում են խոշոր ապահովագրական ընկերություններին ապօրինի պայմանավորվածությունների մեջ։ Մայիսից վերսկսվում է ուսանողական վարկերի հարկադիր գանձում, ավելի քան 5 միլիոն ամերիկացի կարող է ենթարկվել աշխատավարձերի բռնագանձման, ինչ անել դեֆոլտից դուրս գալու համար։ Ուկրաինա-Ռուսաստան ուղիղ բանակցություններ, Պուտինն առաջին անգամ տարիների ընթացքում խոսում է դրա մասին, Զելենսկին արձագանքում է, պատրաստ ենք խոսել խաղաղության մասին։ JD Vance-ը հանդիպել է Նարենդա Մոդիի հետ, քննարկվել են $500 միլիարդ առևտրային համաձայնագրի հեռանկարները։ Հերթական սկանդալը Պենտագոնում, պաշտպանության նախարար Հեքսեդը մեղադրվում է գաղտնի տեղեկությունների տարածման մեջ, Signal ևս մեկ խմբում։ Զատիկի ավանդույթ Սպիտակ տանը Թրամփն ու Մելանիան հյուրընկալել են հազարավոր երեխաների X-Roll ավանդական միջոցառման ժամանակ։ Վեճ Մանհենթենի տրանսպորտային վճարի շուրջ Նյու Յորքն անտեսում է դաշնային ուլտիմատումները, վճարը գործում է չնայած սպառնալիքներին։ Բուկելե versus Մադուրո, Էլ Սալվադորի նախագահն առաջարկում է փոխանակել Միացյալ Նահանգներից արտաքսված վենեսուելացիներին Վենեսուելայի քաղաքական բանտարկյալների հետ։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ եւ խնդրանք բոլորին։ Նյութերի հավանելն ու ալիքին բաժանորդագրվելը լավագույն աջակցությունն է ձեր կողմից, կանխավ շնորհակալություն։ Այսօր առավոտյան կյանքի 88-րդ տարում մահացել է Հռոմի Պապը, հոգևոր հայր իր 12-ամյա առաջնորդության ընթացքում տառապել էր մի շարք հիվանդություններով։ Վերջին շրջանում նրան խիստ թուլացրել էր բրոնխիտը, որի պատճառով նա 5 շաբաթ բուժում է ստացել հիվանդանոցում։ Դուրս գրվելուց հետո Պապի վերջին հրապարակային տեքստը կատարվել է Զատիկի օրը։ Ֆրանցիսկոսի մարմինը չորեքշաբթի կլինի Սուրբ Պետրոս տաճարում, հնարավորություն տալով հավատացյալներին հարգանքի տուրք մատուցելու։ Ֆրանցիսկոս Պապի մահվանից առաջ վերջին հանդիպումներից մեկը տեղի ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ JD Vance-ի հետ, որը շաբաթվա վերջին այցելել էր Վատիկան։ Վենսը, որը կաթոլիկություն ընդունած նորադարձ է, ներս է մտել սենյակ եւ խոնարհվել ձեռքը սեղմելու Պապին։ Ողջույն, ասել է փոխնախագահը, ուրախ եմ ձեզ տեսնել։ Ֆրանցիսկոսը նստած է եղել անվասայլակում եւ նրա խոսքերը այնքան էլ լսելի չեն եղել Վատիկանի տարածած տեսանյութում։ Վենսի այցը սակայն զերծ չի եղել քաղաքականությունից։ Նա հանդիպել է կարդինալ Պիետրո Պարոլինի հետ Վատիկանի նկարագրությամբ կարծիքների փոխանակման նպատակով։ Ֆրանցիսկոսի առաջնորդությամբ կաթոլիկ եկեղեցին հանդես է եկել միգրանտների իրավունքների պաշտպանության օգտին։ Այսօր Սպիտակ տան միջոցառման ժամանակ Թրամփը հայտնել է, որ ստորագրել է գործադիր հրաման Միացյալ Նահանգների դրոշները կիսով իջեցնելու ի պատիվ Պապի։ Օրլանդոյի միջազգային օդանավակայանում մինչև նախատեսված թռիչքը Delta Airlines-ի ավիաընկերության օդանավում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ուղևորները տարհանվել են։ Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ հրդեհի ընթացքում ոչ ոք չի տուժել։ Վերջին շրջանում Միացյալ Նահանգներում մի շարք ավիավթարներ ու արտակարգ դեպքեր խորացրել են մարդկանց մտահոգությունները օդային ճանապարհորդության անվտանգության վերաբերյալ, թեև օդային ուղիներն ընդհանրապես շարունակում են համարվել ամենաանվտանգը։ Airbus A330 տիպի օդանավում եղել է 282 ուղևոր, 10 բորտ ուղեկցորդ եւ 2 օդաչու, ըստ Դելտայի։ Երբ անձնակազմը նկատել է բոցերը օդանավի երկու շարժիչներից մեկի հետ մխոցում, հետևել է նախանշված կարգին եւ իրականացվել է ուղևորների տարհանումը, ասված է ընկերության հայտարարության մեջ։ Դանդաղ շարժվող, բայց ակտիվ փոթորիկային համակարգը ուժեղ անձրևներ, կարկուտ եւ տորնադոներ է բերել Տեխասի եւ Օկլահոմայի որոշ հատվածներ, դառնալով 3 մարդու մահվան պատճառ։ Մուր քաղաքում Օկլահոմա Սիթիից մոտ 16 կիլոմետր հարավ ոստիկանները կարողացել են ջրից փրկել մի քանի հոգու, սակայն 1 կին եւ 12-ամյա երեխա մահացած են հայտնաբերվել։ Մեկ այլ մահվան դեպք էլ գրանցվել է Սպալդինգ բնակավայրում, որտեղ տորնադոն ավերել է տներ եւ ենթակառուցվածքներ։ Կիրակի օրվա վերջին փոթորիկային համակարգը շարժվել է դեպի հյուսիս-արևելք, հասնելով Արկանսաս, Միսուրի, հարավային Իլինոյս եւ Այովայի հարավ-արևելյան հատվածներ։ Տարածքներում առկա են կարկուտի, ուժեղ քամիների եւ հորդառատ անձրևների վտանգներ, Միսուրիում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Չնայած Տեխասում եւ Օկլահոմայում անձրևները թուլացել են, առաջիկա օրերին սպասվում են նոր տեղումներ։
Վաշինգտոնի ռեստորաններից մեկում գողացել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի պայուսակը, թեև նախարարությունը պաշտոնապես չի հայտնել, թե ինչ է գողացվել, CNN-ը, որը առաջինն է հայտնել այս մասին, հաղորդում է, որ գողը վերցրել է մոտ $3000 կանխիկ գումար, ինչպես նաև Նոեմի բանալիները, վարորդական իրավունքն ու անձնագիրը, չեկեր, դիմահարդարման պարագաներ, դեղորայք եւ ներքին անվտանգության նախարարի ծառայողական նշանը։ Լոս Անջելեսում ներկայացված երկու դատական հայցեր մեղադրում են խոշոր բնակարանային ապահովագրական ընկերություններին Կալիֆոռնիայի հրդեհների բարձր ռիսկ ունեցող համայնքներում ապահովագրության սահմանափակման եւ տները ապահովագրելուց հրաժարվելու մեջ։ Հայցերում նշվում է, որ այս ընկերությունները համագործակցել են սեփականատերերին ստիպելու օգտվել նահանգի վերջին հույսի ապահովագրական ծրագրից, նույն ինքը Fair Plan-ից, որն առաջարկում է սահմանափակ պաշտպանություն բարձր ապահովագրավճարների դիմաց։ Միացյալ մի հայցի համաձայն այդ ծրագրին մասնակցել են State Farm-ը եւ եւս 24 ապահովագրական ընկերություն, որոնք միասին զբաղեցնում են Կալիֆոռնիայի բնակարանային ապահովագրության շուկայի 75%-ը։ Հայցը պնդում է, որ նրանք ներգրաված են եղել ապօրինի սխեմայի մեջ, խախտելով նահանգի հակամենաշնորհային եւ անբարեխիղճ մրցակցության օրենքները։ Հայցում ասվում է, որ այս ընկերությունները 2023-ին համաժամանակյա կերպով դադարեցրել են նոր ապահովագրական պայմանագրերի գրանցումը կամ դադարեցրել են գործող պայմանագրերը հրդեհների վտանգի տակ գտնվող շրջաններում, ներառյալ Pacific Palisades-ը եւ Altadena թաղամասերը։ Այդ տարածքներում հունվարին տեղի ունեցած հրդեհները ավերել էին շուրջ 17000 շինություն։ Ներկայումս նահանգը փորձում է ներդնել նաև նոր կանոնակարգեր, որոնք թույլ կտան ապահովագրողներին բարձրացնել գները հրդեհների բարձր վտանգի տարածքներում։ Կրթության նախարարությունը մայիսին կվերսկսի ուսանողական վարկերի գանձումը նրանցից, ովքեր գտնվում են դեֆոլտում, այդ թվում աշխատավարձերի բռնագանձմամբ, ինչը կարող է ազդել միլիոնավոր վարկառուների վրա։ Ներկայումս դաշնային ուսանողական վարկերի վճարումներում մոտ 5.3 միլիոն վարկառու գտնվում է դեֆոլտում։ Դաշնային ուսանողական վարկերը հավաքագրման չեն ուղարկվել դեռևս 2020 թվականի մարտից, նույնիսկ եթե դրանք դեֆոլտի մեջ էին։ Նախագահ Ջո Բայդենի օրոք կրթության նախարարությունը մի քանի անգամ փորձել է զիջել միլիոնավոր մարդկանց ուսանողական վարկերը, սակայն դատարանները արգելափակել են այդ նախաձեռնությունները։ Սկսած մայիսի 5-ից կրթության նախարարությունը կսկսի հարկադիր գանձում Միացյալ Նահանգների գանձապետարանի միջոցով։ Այդ մեխանիզմը կոչվում է offset program, որը ներառում է հարկային փոխհատուցումների պահում, դաշնային աշխատավարձերի պահում, այլ պետական նպաստների կասեցում, բոլորը կիրառվում են նրանց նկատմամբ, ովքեր ունեն պարտքեր դաշնային կառավարությանը։ 30-օրյա նախազգուշացումից հետո նախարարությունը կսկսի նաև աշխատավարձերի բռնագանձում դեֆոլտի մեջ գտնվող վարկառուներից։ 2020 թվականին նախագահ Թրամփը դադարեցրել էր դաշնային ուսանողական վարկերի տոկոսագումարների կուտակումն ու վճարումները որպես համավարակի ժամանակ օգնության միջոց։ Բայդենի վարչակազմը մի քանի անգամ երկարաձգել է այդ դադարը մինչև 2023 թվականը։ Վարկառուները, որոնք 9 ամիս վճարումներ չեն անում, համարվում են դեֆոլտի մեջ։ Ինչ անել բռնագանձումից խուսափելու համար։ Ուսանողական վարկային խորհրդատուների ինստիտուտի նախագահ Բետսի Մայոթի խոսքով դեֆոլտից դուրս գալու եւ աշխատավարձի բռնագանձումից խուսափելու միջոցը վարկի վերականգնման ծրագիրն է, Rehabilitation Program-ը։ Վարկառուները պետք է կապվեն իրենց վարկային սպառողների հետ ծրագրում ընդգրկվելու համար։ Վճարի չափը հաշվարկվում է ըստ եկամտի եւ ծախսերի։ 9 ամիս անընդմեջ ժամանակին վճարելուց հետո վարկառուն դուրս է գալիս դեֆոլտից, սակայն այս հնարավորությունը կարելի է օգտագործել միայն մեկ անգամ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ վերջին տարիներին առաջարկել է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ, իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևը պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկման քաղաքացիական թիրախների դեմ հարձակումները դադարեցնելու համար։ Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում երկու կողմերի վրա, նախազգուշացնելով, որ կհրաժարվի խաղարարար ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի։ Այս շաբաթ նախատեսվում են բանակցություններ Լոնդոնում, Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների մասնակցությամբ։ Դրանք շարունակությունն են Փարիզում տեղի ունեցած հանդիպման, որտեղ քննարկվել են պատերազմի ավարտի հնարավոր ուղիները։ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Ուկրաինան պետք է ճանաչի այն տարածքները, որոնք Պուտինը հայտարարել է, թե միացրել է Ռուսաստանին, ինչպես նաև հռչակի մշտական չեզոքություն։ Ուկրաինան այս պայմանները համարում է հանձնվել եւ պնդում է, որ նման համաձայնությունը չի ապահովի անվտանգությունը հնարավոր նոր հարձակումների դեպքում։ Ուկրաինայի գործողությունները կմնան համաչափ, հրադադարին հրադադար, հարձակմանը պաշտպանական հարված, ասել է Զելենսկին։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսն այսօր հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Հնդկաստանի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ կողմերը վերանայել եւ դրական են գնահատել երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցված առաջընթացը։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ նրանք ողջունել են երկու երկրների միջև սպասվող առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված էական առաջընթացը։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն Վենսը եւ Մոդին սահմանել են հետագա բանակցությունների հիմքերը, ցույց տալով հստակ ուղի։ Թեև վերջնական համաձայնությունից դեռևս հեռու են, սա նշան է, որ գործընթացը առաջ է գնում։ Թրամփի վարչակազմը մաքսային ռազմավարությունն օգտագործում է որպես լծակ բանակցություններ սկսելու եւ Չինաստանի ազդեցությունը սահմանափակելու համար։ Միացյալ Նահանգները Հնդկաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է եւ այժմ կողմերը բանակցում են այս տարի երկկողմ առևտրային համաձայնագիր ստորագրելու շուրջ։ Նպատակ է դրվել մինչև 2030 թվականը երկկողմ առևտրի ծավալը կրկնապատկել, հասցնելով մինչև $500 միլիարդ։ Կողմերը նաև նշել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Հնդկաստանը համաձայնել է գնել ավելի շատ ամերիկյան նավթ, էներգիա եւ ռազմական տեխնիկա։ Մոդին նաև աջակցել է Թրամփի ներգաղթի քաղաքականությանը վերջին ամիսներին ընդունելով Միացյալ Նահանգներից արտաքսված հնդիկներին։ Այս տարի երկու երկրները նախատեսում են ստորագրել տասնամյա պաշտպանական համագործակցության նոր փաստաթուղթ։ Պաշտպանության նախարար Փեթ Հեքսեթը ներգրավել է նոր սկանդալում։ Signal Messenger-ում ստեղծվել է ևս մեկ հաղորդագրությունների խումբ, որում ընդգրկված են եղել նրա կինը եւ եղբայրը։ Նա կիսվել է նույն տեղեկություններով, ինչ մեկ այլ Signal շղթայում, որը վերաբերում էր մարտ ամսին Եմենում հութիների դեմ իրականացված ռազմական հարվածին։ Այս մասին հայտնել է The New York Times-ը։ Signal-ը կոմերցիոն հավելված է, որը չի հաստատվել որպես ազգային պաշտպանության գաղտնի կամ զգայուն տեղեկությունների հաղորդելու օրինական միջոց։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելն ասել է, որ տեղեկությունները հենվում են միայն վերջերս աշխատանքից հեռացված անձանց վկայությունների վրա, որոնք իբր նպատակ ունեն խափանել նախարարի եւ նախագահի ծրագրերը։ Սակայն սկանդալի խորացմանը զուգահեռ սկսվել են նոր կոչեր Հեքսեթին պաշտոնանկ անելու։ Սենատի դեմոկրատական առաջնորդ Չակ Շումերը X-ում գրել է. մանրամասները շարունակում են ի հայտ գալ։ Մենք իմանում ենք ինչպես է Հեքսեթը վտանգել կյանքեր, բայց Թրամփն այնքան թույլ է, որ չի կարողանում նրան հեռացնել։ Հեքսեթի առաջին Signal խմբակը ստեղծվել էր ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցի կողմից, այնտեղ ներգրավված էին կառավարության մի շարք անդամներ, եւ նրա գոյությունն ի հայտ էր եկել այն բանից հետո, երբ խմբին ավելացվել էր Ատլանտիկի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը։ Հեքսեթի մերձավոր շրջապատից 4 պաշտոնյաներ վերջերս լքել են Պենտագոնը։ Նրանց թվում են Դեն Քոլդվելը, Քոլին Քերելը եւ Դարեն Սելնիկը, ովքեր տեղափոխվել էին վճարովի արձակուրդ։ Քորդվելը եղել է նաև այն աշխատակիցը, որը համակարգել է Signal-ում տեղի ունեցած կապը նախարարի եւ Թրամփի կառավարության անդամների միջև։ Նախկին խոսնակ Ջոն Ուլյոթը նույնպես հրաժարական է տվել, թեև պաշտոնապես նշել է, որ նրա հեռանալը կապ չունի բացահայտումների հետ, սակայն Պենտագոնն ավելի ուշ հաստատել է, Ուլյոթին խնդրել են հեռանալ։ Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանն ընդունել էր տասնյակ հազարավոր մարդկանց զատիկի Eggs-Roll ավանդական միջոցառման շրջանակում։ Թրամփը սկզբում հայտնվել է առաջին տիկին Մելանիա Թրամփի եւ զատիկի ճագարի հետ պատշգամբում ու շնորհավորել զատիկը։ Թրամփը նախագահական կնիքով ոսկեգույն սուրիչով մեկնարկել է մի քանի մրցույթներ։ Նրանք կանգ են առել նաեւ մի հատվածում, որտեղ երեխաները շնորհավորական բացիկներ էին գրում զինծառայողների համար։ Մելանիա Թրամփն էլ երեխաների համար ընթերցել է մեծ սրտով ճագարը պատմությունը։ Սպիտակ տան զատիկի Eggs-Roll միջոցառումը ամերիկյան ամենահին ավանդույթներից է, որը սկիզբ է առել 1878 թվականին նախագահ Ռադերֆորդ Հեյսի օրոք։ Միջոցառման տոմսերը բաշխվել են վիճակահանությամբ։ Այս տարի արդեն 2 անգամ վերջնագիր էր ներկայացվել Նյու Յորքին դադարեցնել տրանսպորտային վճարները Մանհեթենի ամենածանրաբեռնված հատվածում մուտք գործող վարորդների մեծ մասի համար։ Սակայն 2 դեպքում էլ Նյու Յորքը անտեսել է այդ պահանջը։ Այսօր տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հավելյալ 30 օր է տվել մինչև մայիսի 21-ը, որպեսզի դադարեցնեն այդ վճարի գանձումը կամ գոնե բացատրեն ինչու են օրենք խախտում։ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքոլին ուղղված նամակում Դաֆին նախազգուշացրել է, որ նահանգը կարող է կորցնել դաշնային ֆինանսավորումը եւ որոշ նախագծերի հաստատումները դաշնային ավտոմայրուղային վարչությունից, եթե չհետևի օրենքին։ Սակայն Հոքոլը, որը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է, չի զիջել։ Կրկնում եմ, խցանումների կարգավորման վճարը օրինական է եւ արդեն արդյունք է տալիս։ Տրանսպորտային հոսքը նվազել է, բիզնեսը աճել եւ տեսախցիկները չեն անջատվելու, ասել է Հոքոլը։ Վարորդները վճարում են $9, եթե Մանհեթեն են մտնում կենտրոնական զբոսայգուց հարավ-ընկած հատված աշխատանքային օրերին առավոտյան ժամը 5-ից երեկոյան ժամը 9, իսկ հանգստյան օրերին առավոտյան ժամը 9-ից երեկոյան ժամը 9։ Այլ ժամերի համար վճարը $2.25 է։ Էլ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն առաջարկել է բանտարկյալների փոխանակման ծրագիր։
ըստ որի Միացյալ Նահանգներից Էլ Սալվադոր արտաքսված վենեսուելացիները կփոխանակվեն Վենեսուելայում պահվող քաղբանտարկյալների հետ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուղղված հայտարարությամբ Բուկելեն առաջարկել է երկու երկրների միջև կնքել մարդասիրական համաձայնագիր։ Այն բանից հետո, երբ Կարակասը կրկին բարձրաձայնել է Վենեսուելայի արտաքսված քաղաքացիների հայնադարձման պահանջը։ Բուկելեն հայտարարել է, որ պատրաստ է վերադարձնել 252 վենեսուելացի կալանավորների, որոնք պահվում են Էլ Սալվադորի բանտում, հավասար թվով քաղաքական բանտարկյալների դիմաց, որոնք այժմ պահվում են Վենեսուելայում։ Ի տարբերություն մեր կալանավորների, որոնցից շատերը մարդասպաններ են, բռնաբարության դեպքերով դատապարտվածներ կամ բազմիցս արտաքսված անձինք, ձեր քաղաքական բանտարկյալները որևէ հանցանք չեն կատարել։ Նրանց միակ մեղքը ձեր դեմ դուրս գալն է եւ ընտրական կեղծիքները մերկացնելը, գրել է Բուկելեն X հարթակում։ Վենեսուելայի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաբը Բուկելեի առաջարկը որակել է որպես ցինիկ եւ պահանջել է Էլ Սալվադորի կառավարությունից ներկայացնել պատանդների ամբողջական ցանկը, ներառյալ կյանքի վկայությունն ու բժշկական զեկույցներ յուրաքանչյուր կալանավորի վերաբերյալ։ Հիմա Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը արգելանք է դրել ներգաղթյալների արտաքսումների վրա, մինչև դատարանը չտա հետագա հրահանգ։ Նրանց մեծ մասը վենեսուելացիներ են։ Վերջում օրվա ընթացքում հնչած կարևոր հայտարարությունների մասին։ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Հռոմում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը։ Այդ ուղևորությունը կարող է դառնալ Թրամփի առաջին արտասահմանյան այցելությունը իր երկրորդ նախագահության ընթացքում։ Մելանիան եւ ես կմեկնենք Հռոմ մասնակցելու Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, գրել է Թրամփը սոցիալական ցանցում։ Պապի հուղարկավորության համար դեռևս հստակ օր չի սահմանվել։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է $5 միլիոն ինֆորմացիայի դիմաց պարգևի մասին, որը կօգնի MS-13 հանցախմբի ղեկավար Յուլիան Ադոնայ Արչագա Կարիասի ձերբակալության կամ դատապարտման համար։ Կարիասը, որը հայտնի է նաև որպես Պորկի կամ Ալեքսանդր Մենդոզա, մեղադրվում է թմրամիջոցների առևտրի, փողերի լվացման, սպանությունների եւ այլ հանցագործությունների մեջ։ Թրամփը հայտնել է, որ առաջիկա 3 օրվա ընթացքում կներկայացնի մանրամասներ այն մասին, թե ինչպես է Միացյալ Նահանգները փորձում դադարեցնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը։ Նա չի հստակեցրել, թե արդյոք ծրագիրը թույլ կտա Ռուսաստանին պահել տարածքներ, անգամ Ղրիմը։ Ունեցել ենք շատ լավ հանդիպումներ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցով, ասել է Թրամփը, հավելելով, որ մի քանի օր անց ավելին կտեղեկացնի։ Նախագահը հայտարարում է, որ իր ներգաղթի քաղաքականությունը արգելափակվում է դատական համակարգի կողմից, ներառյալ գերազանցապես պահպանողական կազմ ունեցող Գերագույն դատարանի։ Թրամփը փորձում է արտաքսել ներգաղթյալներին առանց նրանց հնարավորություն տալու դատարանում պաշտպանվելու։ Մենք չենք կարող յուրաքանչյուրին դատավարություն տրամադրել, քանի որ դա առանց չափազանցության կտևի 200 տարի, գրել է Թրամփը սոցիալական ցանցում։ Մեզ հարկավոր կլինեն 100 հազարավոր դատավարություններ, արտաքսվող 100 հազարավոր անօրինականների համար։ Նման բան պարզապես հնարավոր չէ։ Ինչ անհեթեթ վիճակում ենք հիմա գտնվում։ Օրվա լրահոսից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։